այստեղ միայն դուք կամ ընդդիմադիր դաշտից հանդես եկողները պիտի լինեին, թե սա օրակարգ է, որի շուրջ այդուհանդերձ կոնսենսուս պետք է լինի եւ ոչ միայն իշխանական, պրոիշխանական հայացքներ ունեցող մարդիկ եւս պետք է այստեղ ներկա գտնվեն ու այդ հարցը բարձրացնեն։ Ես այստեղ եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով 7 տարիների ընթացքում չի փոխել իր համոզմունքը, ընդհակառակը ամրապնդել է առ այն, որ Նիկոլը հայկական իշխանություն չէ, չի ներկայացնում հայ ժողովրդին եւ միտված է Ալիևի Էրդողանի հետ քայքայելու հայկական պետականությունները։ Ցավով եմ ասում, բայց որևէ մեկը իրեն չի կարողացել մեզանից խոչընդոտել։ Միգուցե նաեւ պատճառ են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններն են եղել, որոնց մասին դուք ձեր հարցում ձևակերպեցիք։ Ես հույս ունեմ, որ այսօր գոնե դա չի դրսևորվի։ Ես չգիտեմ, թե ովքեր են ուզում մնալ ընդդիմության կարգավիճակում, երբ Հայաստան չի լինի։ Ես չգիտեմ, ովքեր են ուզում ընդդիմությունը աշխատեն Նիկոլի մոտ, ովքեր են ուզում անտեսելով արցախահայերի իրավունքները, Արցախի օկուպացված լինելու հանգամանքը, մեր ռազմագերիների տանջանքները այնտեղ լինելու գնով լինել քաղաքական դաշտում։ Ես այստեղ եմ որպես հայ մարդ, որը գիտակցում է, չունի ղեկավարություն, որը կարող է ազգային շահերը առաջ մղել հենց այսօր ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ, դրա համար այստեղ եմ տեսանելի դարձնելու հայ ժողովրդի կենսական իրավունքները, գոյության իրավունքը, մեր պետականություն ունենալու իրավունքը, որը մեզնից խլել են։ Բայց այդուհանդերձ հայկական կողմը նշել է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու, թեև դուք նշում եք, որ հայկական օրակարգով որևէ բանի ակնկալիք չունեք։ Քիչ են եղել տենց հայտարարություններ, 10-ից գամ, չգիտեմ ձեզ եթերաժամանակը կների թե ոչ, բայց 10-ից Արցախը Հայաստան էր եւ վերջես երկրի միակ խնդրեմ էս փողոցի վրա եղած բաներն էին, կամերաները, արագաչափերը եւ կարմիր գծերը։ Հետո ինչ պարզվեց, Արցախը դարձավ Ադրբեջան, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու հայ զինվորը դարձավ օկուպանտ, Արցախցին դարձավ անտուն, հիմա խոսելու իրավունք չկա, Արցախ բառը արտաբերել, Արցախի հանրապետություն ձևակերպում մեր երկրում արդեն հավասարեցված է ահաբեկչության, այսինքն Նիկոլի ռեժիմի պայմաններում, ոչ թե մեր երկրում, հավասարեցված է ահաբեկչության։ Այս պայմաններում մտածել, թե ինչ որ հայտարարություն մեզ փրկելու է, կարող են լինել հայտարարություն, ասեմ ավելին, միջազգային հանրությունը իր բազմաթիվ ոլորտային ներգրավվածություններով բազմաթիվ անգամներ հիշատակում է եւ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, եւ ռազմագերիներին ազատ արձակելու իրավունքը։ Նիկոլը չէր նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթով պնդում էր, որ բոլոր ռազմագերիները պետքա անկախ որևէ պայմանից անմիջապես վերադարձվեն։ Վերադարձրել է, չէ, ասում էր 3 ամիս կսպասեն, 3 ամիս չէ, դարձավ 3 տարի, հիմա էլ ասում է եկեք հասկանանք իրանք հանցագործեն ընդհանրապես եւ ինչ տարբերություն Բաքվի թե Երևանի բանտում կնստեն։ Եւ խնդրեմ անդրադառնաք այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից եւ 10 բարձրաստիճան հոգեվորականների կողմից եկեղեցու բարենորոգման խորհուրդը հայտարարություններ տարածել եւ դիմել էր ազգային ժողովին, նաեւ նշելով, որ իրենց ձեռքում այլ լծակ չի մնացել, քան դիմել իրավապահ համակարգին այս հարցը լուծելու, որովհետեւ եթե կարգալույց հրճակվեն, իրենք այլևս խորհրդին չեն կարող մասնակցել եւ քվեարկել ձայն ունենալ եւ ըստ էության դիմում են գլխավոր դատախազին, որպեսզի գա ազգային ժողով քննեն այդ հարցը եւ վեհապարին իրավական ճանապարհով հեռացնեն ըստ իրեն։ Դե այն 10 տիրադավներից, կոմպրոմատի գերիներից ես ավել ոչինչ սпасել չէի կարող, ստրկացած են Նիկոլի մոտ, ես շատ կուզենայի, որ իրենք կարողանային ինչ որ մի կերպ վաղը կամ մյուս օր արդարանային, ասելով, որ իրենց բռնությամբ, հոգեբանական, ֆիզիկական, միգուցե սպառնալիքներով են նաև կանգնեցրել այդ ճանապարհին, բայց դա գիտեք, թող իրենք փորձեն արդարանալ։ Շատ հետաքրքիր է, գիտեք, Բենթլի տերտերից լսել, որ իր համար իրավական ճանապարհ կա վեհապար հայրապետի հեռացման։ Այդ ժամանակ, որ իրեն ուղարկել էին մայր աթոռի դուռը ջարդելու, այդ ժամանակ թող մտածեր ու խոսեր իրավական ճանապարհների մասին։ Չեմ էլ ուզում ասեմ, որ խղճում եմ իրենց, որովհետև իրականում նողկում եմ Նիկոլի կողմն անցած տիրադավներից։ Ես եմ շնորհակալ։